Արամոսես չթաքցնեմ, ինձ միշտ հաճել է ձեզ տեսնել խորհրդարանում, դեռ ավելին իմ կարծիքով երևի թե լավ առումներ ու լավ առիթներ ստեղծել եք ձեզ խորհրդարանում լսելը շատ ավելի լավ կլիներ։ Գիտեք, իրավագիտությունը իր բնույթով սոցիալական փիլիսոփայության մաս է, սոցիալական փիլիսոփայությունից ձևավորված մի երևույթ։ Միաժամանակ փիլիսոփայությունը, որը ըստ էության հիմնված է մտքի անսահմանափակ թռիչքի գաղափարի վրա, սոցիալական փիլիսոփայությունը հատկապես իրավագիտության մեջ որոշակի առումով կաղապարվում է կոնկրետ կոնցեպտների մեջ, որոնցից շեղվելը դիտարկվում է որպես վարքագծի կանոնի խախտում։ Հիմա ես երեկվանից անընդհատ վերլուծում եմ ձեր ելույթը, դուք անդադար անդրադառնում եք կոռեկտության սահմանի հատմանը եւ ինչպես հասկանում եմ դուք ընդունում եք, որ որոշակի առումով կոռեկտության սահմանը դուք հատել եք այդ հարցազրույցի մեջ։ Բայց իմ կարծիքով մեր մոտ վեճը ավելի շատ փիլիսոփայական է, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, որովհետև ես շատ կուզենայի, որ դուք բանաձևեիք քաղաքական զսպվածություն հասկացության ձեր ընկալումը, որովհետև իմ կարծիքով մեր հիմնական վեճը, որի շուրջ մենք չենք կարող բոլորովս կանք ընդհանուր հայտարարի, այդ սահմանման եզրի բովանդակության մեջ է։ Ես շատ կուզենայի լսեի ձեր բովանդակությունը, այսինքն ինչ է քաղաքական զսպվածությունը Հակոբ Մովսեսի կարծիքով։ Շատ լավ։ Երեկվա իմ ելույթում ես կարծեմ, թե մասամբ անդրադարձա այդ հարցին։ Ուրեմն ես ինչքան հասկանում եմ օրենսդրությունից, խոսքը վերաբերվում է վարքագծի սանձարձակություն թույլ չտալու։ Ես երբեք դա թույլ չեմ տվել եւ հետ այսօր էլ թույլ չեմ տա։ Ինչ վերաբերվում է քաղաքական զսպվածություն արտահայտությանը, գիտեք, դա ոմանք կարող են օգտագործել որպես գլավլիթ, որպես մտավորականի մտքերը արտահայտող մի ուրեմն արգելապատներ։ Ոմանք դրանով կարող են մտավորականին ուղարկել, չգիտեմ, շատ հեռուները։ Դրա մեկնաբանությունը կախված է մեր մտավորական կարողություններից։ Ես ընդունում եմ, որ այսօրվա մեր քաղաքական կյանքում պետք է լինի կոռեկտություն, զսպվածություն, որը ցավոք երբեմն չեմ տեսնում, բայց նորից կրկնում եմ, որ այդ զսպվածությունը մտավորականի խոսքի իրավունքը սահմանափակող հասկացություն չէ, մանավանդ եթե խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական ներկա առկա իրավիճակներին, ենթադրենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում գործող դաշնակցություն խմբակցությանը, այլ վերաբերվում է պատմական մեր ժողովրդի ճակատագրին, պատմական մի անցյալի, որը լիքն է ողբերգություններով եւ որի համար ես ասել եմ այդ հաղորդման ժամանակ, դաշնակցությունը նույնպես իր պատասխանատվությունը ունի։ Այսքանը։ Արձագանք ունեք, համեցեք։ Տեսեք, քաղաքական զսպվածության գաղափարի իրավունքի տեսանկյունից ես հասկանում եմ, որ իրավագիտությունը կարող ասեք սպեկուլատիվ դատողությունների համակցություն է, բայց քաղաքական զսպվածության գաղափարը կոնտեքստը պետական ծառայության, հանրային ծառայողների, պետական պաշտոնատար անձանց տեսանկյունից, ովքեր զբաղեցնում են անկախ կամ ինքնավար պաշտոններ, հանգում է հետևյալին. ընդհանրապես չանդրադառնալ կամ հնարավորինս զուսպ անդրադառնալ որևիցե երևույթին, որը կարող է դիտարկվել որպես այս կամ այն քաղաքական ուժի կամ քաղաքական դիրքորոշման սատարմանը կամ քննադատությանը։ Հիմա այս տեսանկյունից է մեր վեճը չէ, ընդհանուր խնդիրը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակոբ Մովսես, դաշնակցություն, եւ ես ձեզ ավելի լավ եմ հասկանում, բարեբախտաբար կամ դժբախտաբար չգիտեմ, քան Մարիամ Գալստյանը, որտեվ ցավոք ես գլավլիտը դեռ հիշում եմ, ինքը չի հիշում, եւ դա իմ կարծիքով ձեռք բերում է, որ Մարիամ Գալստյանը գլավլիտը չի հիշում։ Շնորհակալություն։ Արձագանք։ Համաձայն եմ ձեր ասածների հետ։